Այսքան փայլուն հռետորներից հետո շատ դժվար է խոսել։ Տեսակ շարժման ինչ պոտենցիալ էր փակված բանտերում։ Դեռ սրանք բոլորը չեն։ Դեռ գալու են Սասունը, գալու է Նիկոլը, գալու է Մուշեղ Սաղաթելյանը, գալու է Աշոտ Մանուկյանը, գալու է Հարություն Ուռուցյանը, գալու է Արամ Բարաղամյանը և բոլոր մյուսները։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես հիշում եք, կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաև միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքը ահա դրանցից մեկն է, որի առիթը անշուշտ քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ և չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է մասնավորապես այն անսահման ոգևորությունը, որ նորեր շարունակ տիրվում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքը առիթ է ևս մեկ անգամ արտահայտելու այդ ոգևորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեև մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին և փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից, մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։ Նախ և առաջ, չի կարելի չհամաձայնել գրեթե համընդհանուր այն գնահատականին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր, ձեռք բերված առաջին հերթին ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ։ Ինչի առթիվ պարտքս եմ համարում սրտանց շնորհավորել և խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ։ Ուզում եմ նաև ձեր հավանությամբ գլուխ խոնարհել թե ազատության մեջ հայտնված և թե դեռևս զնդաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալների առջև, առանց որոնց անկոտրում կամքի և դատական խեղճատակությունների ընթացքում դրսևորած խիզախ կեցվածքի անհնար էր նվաճել այդ հաղթանակը։ Դրանք մեր նորօրյա հերոսներն են, որոնց սխրանքն ու կրած զոհողությունները օրինակ պետք է ծառայեն սեփական արժանապատվությունը թանկ գնահատող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նրանցից ոչ ոք չկոտրվեց ու իրեն մեղավոր չճանաչեց, ոչ ոք ցուցմունք չտվեց ընկերների դեմ, ոչ ոք գործարքի չգնաց իր վիճակը թեթևացնելու համար և ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հետագա պայքարից։ Այս առումով չի կարելի չհիանալ նաև Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով։
որը երեք կամովին ներկայացավ դատախազություն, պատրաստ լինելով կիսել դեռևս բանտերում գտնվող իր ընկերների վիճակը և չվախենալով իրեն սպառնացող անարդար դատաստանից։ Վստահ եմ, որ ժողովուրդը մեկ մարդու պես թիկունք կկանգնի իր ամենաարժանավոր զավակներից մեկին և հանգիստ չի գտնի, դադար չի ունենա, մինչև Նիկոլն ու մնացյալ բոլոր քաղբանտարկյալները տուն չվերադառնան։ Քաղբանտարկյալներից բացի առանձնակի գնահատանքի են արժանի նրանց արժանապատիվ ընտանիքները և հարազատները, որոնցից շատերը նույնպես ենթարկվեցին տարբեր տիպի ճնշումների ու հալածանքների, հեռացվեցին աշխատանքից, կորցրին իրենց բիզնեսը, բայց մշտապես գտնվեցին պայքարի առաջին գծում։ Վերջապես, անհնար է պատշաճը չմատուցել հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքների անխոնջ մասնակիցներին, հատկապես կանանց և երիտասարդներին, որոնք մեկ տարի շարունակ ոստիկանական ամենօրյա ճնշումների տակ վառ պահեցին պայքարի ոգին և հսկայական լիցք հաղորդեցին համաժողովրդական շարժմանը։ Առանց նշված գործոնների Հայ ազգային կոնգրեսի համար չափազանց դժվար կլիներ կազմակերպել, հունավորել և գլխավորել զանգվածային այն տպավորիչ միջոցառումները, հանրահավաքներն ու երթերը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հանգրվան հանդիսացավ հզորակուռ քաղաքական ընդդիմության ձևավորման և քաղբանտարկյալների ազատագրման թեկուզ մասնակի հաջողության ապահովման ճանապարհին։ Այդ հաջողությունը նաև սպառիչ կերպով ապացուցեց կոնգրեսի որդեգրած մարտավարության լիակատար հիմնավորվածությունը։ Շատերը փորձեցին մեզ շեղել պայքարի սահմանադրական ուղուց, շատերը մեզ մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի, շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների և այլն։ Խոստովանում եմ, հեշտ չէր դիմանալ հոգեբանական այդ ճնշմանը, բայց ի պատիվ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը։ Դա անշուշտ հնարավոր չէր լինի, եթե համաժողովրդական շարժման ակտիվիստների ու համակիրների մեծագույն մասը հակառակ ոմանց նվնվոցներին ու տրտունջներին չվստահեր կոնգրեսի առաջնորդներին ու անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղաքականությանը։ Բարեբախտություն է, մեծ բարեբախտություն, որ շարժման մասնակիցների մեծագույն մասը, այս հանրահավաքի բոլոր մասնակիցները շատ ավելի հասուն ու գիտակից գտնվեցին, քան նրան դաս տալու հավակնություն ունեցող կամ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատները։ Թերևս ավելորդ չէ նշել, որ այդպիսի մարդիկ չկային մինչև անցյալ տարվա հունիսի 20-ի հանրահավաքը, որն ազդարարեց վախի մթնոլորտի հաղթահարումը և լայնածավալ հալածանքների վտանգի ավարտը։ Նրանք հայտնվեցին միայն դրանից հետո և աստիճանաբար ավելի ու ավելի համարձակ ու հավակնոտ դարձան։ Շարժման վերականգնմանն ու կոնգրեսի հզորացմանը զուգընթաց։ Նույնը ի դեպ տեղի է ունեցել 1989 թվականի ամռանը Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, երբ հալածանքների վտանգը ավարտված դիտվելով
հայոց համազգային շարժման ծոցից ծնվեցին բազմաթիվ հավակնոտ անձինք, բայց շարժումը մնաց ու գնալով ավելի հզորացավ, իսկ այդ անձինք անհետացան ու մոռացության մատնվեցին։ Դու ինձ չեմ կասկածում, որ եթե մենք հետևեինք նման խորհրդատուների առաջարկներին ու կոչերին, ապա այսօր ոչ հայ ազգային կոնգրեսի պես կազմակերպված հզոր ընդդիմություն, ոչ էլ ազատ արձակված քաղբանտարկյալներ կունենայինք։ Եթե ոչ այլ ապացույց, ապա թեկուզ միայն վրացական ընդդիմության օրինակը բավական է դրանում համոզվելու համար։ Մի քանի ամիս տևած ինքնանպատակ շուրջօրյա փողոցային միջոցառումների արդյունքում այդ ընդդիմությունը լիովին մաշեցրեց իրեն և հայտնվեց փակուղային վիճակում։ Իսկ կային մարդիկ, որ մեզ կշտամբում ու համառորեն հորդորում էին հետևել վրացական ընդդիմության օրինակին։